դեռ ակնկալիքներ ունեն իրենից, ես տեսնում եմ էլի ով շանս ունի, ով շանս չունի։ Ես հավատացնում եմ, չեն ձգտում։ Եթե լավ ձգտեին, իրանց համար շատ կարևոր լիներ այդ իշխանության գալը, այնքան կարևոր լիներ, ինչքան 18 թվին Նիկոլ Փաշինյանի համար էր կարևոր, իրենք վաղուց ասած կլինեին։ Չեմ զարմանա, որ այդ նույն դիմակավորված անձինք մեկ էլ մտնեն խմբագրություններ, սկսեն լրագրողներին ձերբակալել, ինչ տարբերություն կարող է նախկին իշխանությունների, նախկին ներկայացուցիչներից մարդ հայտնվել, որը իր հետևից կարողանա մարդկանց տանել։ 1 միլիոն դրամ է պահանջում հրապարակից, պատկերացրեք, որ ասում է աշխարհ կանգնիր իշնեմ, իսկական այդ վիճակն է մեզ մոտ։ Ժողովուրդը պիտի դրա դեմ ընդվզի։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ինձ շնորհակալ։ Տիկին Օհանյան, երեք ձեր Facebook-յան էջում հիշեցրիք անդրադարձակ Նիկոլ Փաշինյանի հայցին ընդդեմ հրապարակի։ Դուք ասում եք, որ այս իշխանությունը տոտալ տերորի է ենթարկում լրատվամիջոցներին, լրագրողներին, խմբագիրներին։ Մենք տեսնում ենք հասել են ժուրնալիստների միության շենքին, Սաթիկ Սեյրանյանի անձն են թիրախավորում։ Բայց հատկանշականն է, որ այս իշխանությունը, որը ցուցադրում է գերինքնավստահություն եւ օրինակ չնչին տարբերությամբ ձայների հաղթանակ ներկայացնում է ջախջախիչ հաղթանակ, ընդհանրապես տրամադրություն է ստեղծում, որ պիտի այս կերպ ասեմ, իրենց դեմ խաղ չկա, բայց այդքան անբռնազբոս ձևով փաստորեն այս ներսում առյուծ կտրող իշխանությունը պայքարում է լրատվամիջոցների, լրագրողների, խմբագիրների դեմ։ Ինչն է վախեցնում այս առյուծ կտրող իշխանություններին։ Հիմա այնպես է ստացվել, որ այս իշխանության դեմ գլխավոր պայքարի գլխավոր ջոկատ ասենք, ֆալանգ ասենք, այդ թևը առաջին հերթին լրագրողներն են եւ երկրորդը ես համարում եմ փաստաբանները, որովհետեւ մեր ընդդիմությունը տեսնում ենք թե ինչքան пассив է իրեն պահում, գոնե խոսքի մակարդակով հաստատ այդպես է։ Եվ պարզ է բնական է, որ խոսքը, քննադատությունը, իրենց գործողությունների բացահայտումը, իրենց դիմակը պատռելը շատ ցավոտ են տանում եւ սևեռվում են, չարանում են, ատելությամբ են լցվում, չնայած որ այդ մարդկանց մի մեծ մասը իշխանություն է եկել հենց մամուլից, ազատ խոսքից, հասարակական կազմակերպություններից եւ իրենք ժամանակին վայելել են, օգտվել են այդ ազատ խոսքի բոլոր հնարավորություններից, այդ խոսքը կիրառել են իրենց իշահ իրենց եւ ոչ մեկը իրենց չի զսպել, չի սահմանափակել, դատի չի տվել, այո, երկար տարիներ մենք տեսել ենք թե ինչքան ավելի հեշտ է եղել լրատվամիջոցների համար աշխատելը Հայաստանում, քան հենց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի օրոք տեսնում ենք։ Բնական է, ես չեմ ճիշտն ասած զարմանում, չեմ զայրանում, իհարկե ցավալի է, կարող էր այդպես չլիներ, կարող էր ավելի, իրենք կարող էին ավելի խելացի լինել, ավելի ըմբռնումով մոտենալ, ավելի լայնախոհ լինել, մեծահոգի լինել եւ ավելի հանդուրժող լինել քննադատության նկատմամբ, բայց դե հիմա ունենք այսպիսի իրավիճակ եւ գիտեք մի իշխանություն, որը եկեղեցուն տենց պատերազմ է հայտարարել, երբ որ ընդդիմությանն ասում է կլցնեմ падվալները, այս կանեմ, այն կանեմ եւ այլն, այդ դրա շարունակությունը ինչի՞ պիտի ավելի այլ լիներ, մեղմ լիներ, հա, պարզ է որ դա այդ կերպարը այդ մարդկանց խոսույթը, այդ մարդկանց վարքագիծը այդպիսին է եւ դրանք մեկը մյուսի շարունակությունն են, այնպես որ պետք չի զարմանալ եւ հիմա նույնիսկ անդադ զգուշացումներ են հնչում, կողքից մարդիկ վերլուծություններ են անում, ասում են, որ հաջորդ թիրախում լինելու են լրագրողները, խմբագիրները եւ այլն, եւ ես բոլորովին չեմ զարմանա, որ այդ նույն դիմակավորված անձինք մեկ էլ մտնեն խմբագրություններ, սկսեն լրագրողներին ձերբակալել, ինչ տարբերություն, ասենք, եթե փաստաբանին գետնին են գցում, բոլորի աչքի առաջ կալանավորում են, տանում են ընդամենը մի հատ անհասցե ստատուսի համար, իսկ ինչու պիտի
լրագրողին իր հոդվածի համար չանեն նույն բանը, հասկանում եք, ջնջվել են այդ սահմանները, որը կարող էր զսպող դեր խաղալ, կարող էին իրենք պահել այս ընթացքում։ Այսինքն իրենք անգամ առերևույթ խնդիր չունեն այդ շղարշ, այո, դեմոկրատիայի, ազատ խոսքի շղարշ, այո, իրենք արդեն, ես անդադ ասում եմ, որ իրենք անցել են այդ Ռուբիկոնը, հաղթահարել են եւ ամոթի, եւ բարոյականության, եւ օրինականության, եթե կարող են մարդուն մի նախադասության համար, որ մեր ձևով մենք կմասնակցենք, կլուծենք այդ հարցերը, այդ նախադասության համար կարող են 6 ամիս պահել կալանավայրում եւ երկարացնել կալանքը, ինչ մասն է խոսքը, ուրեմն վերացել է ամեն ինչ, չկա որևէ եւ պատժի, եւ վախի զգացում, եւ որևէ դրսից արձագանք, հա, մենք տեսնում ենք, չէ, միջազգային կառույցներից, բաներից, գոնե առերևույթ գրեթե չկա որևէ վերաբերմունք։ Հիմա եթե նախկին իշխանությունները լինեին սրա մի 10-20%-ն անեին, 1000 հատ հայտարարություն ու բան կհնչեր, չէ, ես նախկինում էլ եմ աշխատել, ի վերջո մի փոքրիկ միջադեպից հետո հաջորդ օրը Ամերիկայի դեսպանատնից, Եվրամիության գրասենյակից զանգեր էին լինում, այցելություններ էին լինում, մեզնից տեղեկատվություն էին վերցնում, հայտարարություններ էին անում, հիմա չկա այդ բոլորը, չկա, ամեն ինչ ներելի է, հանդուրժելի է։ Ով կամ ինչն է փակել միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, պատկերավոր ասած, ականջներն ու աչքերը։ Քաղաքական շահերը, քաղաքական այն ծրագրեր, այն նպատակները, որ իրենք դրել են, կապել են Նիկոլ Փաշինյանի հետ, եւ այն, որ դեռ ակնկալիքներ ունեն իրենից քաղաքական առումով, սպասում են, որ պետք է շարունակություն ունենա, իր գործողությունները պետք է ավարտին հասցնի մարդը։ Իրենց ձեռնտու է այսօր այս իշխանությունը եւ իրենք ամեն ինչ անում են։ Ես անընդհատ այդ եմ ասում, որ այս իշխանությունը միայն հայ ժողովրդին չի ձեռք տալիս։ Այս իշխանությունը բոլորի համար ձեռնտու է, եւ մեր հարևան մեր թշնամիների, եւ Եվրոպայի, եւ գուցե նաեւ Ռուսաստանի, բոլորին ձեռնտու իշխանություն է սա, որովհետեւ թույլ իշխանությունը, կամակատար իշխանությունը, որը կատարում է դրսի հրահանգները եւ միայն այդ տերորը իր այդ բռնությունները իր ներսում իր ժողովրդի նկատմամբ է կիրառում, այդ ժողովուրդը պիտի դրա դեմ ընդվզի։ Ինչու՞ պիտի Եվրոպան, չգիտեմ, Մակրոնը կամ Թրամփը կամ չգիտեմ Պուտինը գան մեր փոխարեն, մեր պայքարեն, մեր իրավունքները պաշտպանեն, մեր երկրի շահերը առաջ տանեն, ինչու՞։ Տիկին Օհանյան, ժողովրդի ընդվզելու մասին եք խոսում, այս հատվածում բնականաբար չեն կարող չխոսել ընդդիմության անելիքի մասին, որովհետև մեծ հաշվով ընդդիմության խնդիրն է կազմակերպել ժողովրդին։ Դուք ձեր խոսքի սկզբում էլ շեշտեցիք, որ ընդդիմությունը пассив է եւ շատ հաճախ լրատվամիջոցներն ու փաստաբաններն են իրենց վրա վերցնում են հարվածները, որոնք ընդդիմությունը պիտի չեզոքացներ եւ հետո իր վրա վերցներ, հա։ Բազմիցս եք ասել, որ ընդդիմության ճակատագրական սխալը ժողովրդի հետ ոչ պատշաճ կոմունիկացիան է եւ ժողովրդին չլսելը։ 2021 թվականի ընտրության արդյունքը հաստատ լավ դաս պիտի լիներ բոլորի համար, հասկանալու, որ իրենք պիտի փոխեն ձևերը եւ լսեն, որքան էլ որ դա դժվար լինի, բայց որևէ լուրջ փոփոխություն կարծեք թե չկա։ Եթե իսկապես ցանկությունը իշխանափոխությունն է եւ հանրության գիտակցության մեջ շերտեր փոփոխելը, ապա դժվար է այդ դասը սովորելը։ Գիտեք, եթե մի քիչ ավելի գլոբալ նայենք, մեր դժբախտությունը այս իշխանությունը չի, այլ մեր դժբախտությունն այն է, որ այո, մեր մտավորականներն են իրենց դիրքում չեն, հա, այսպես ասեմ, կարող էին ավելի լավը լինել, ավելի ազնիվ լինել, ավելի համարձակ լինել, ավելի պայքարող լինել, եւ մեր ընդդիմությունն է, եւ ցավոք սրտի նաեւ մեր հոգևորականներն են, ինչքան էլ որ մենք ցավալի է խոստովանելը, բայց կարող էինք ունենալ շատ ավելի կազմակերպված, շատ ավելի ծրագրով ապրող, շատ ավելի հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եւ հոգեվորականներ, եւ մտավորականներ, եւ ընդդիմություն, եւ զինվորականներ, ինչու՞ չէ։ Եթե հոգեվորականները թերացել են, ապա ինչու է իշխանությունը այսքան սուր ձևով թիրախավորել իրենց։ Չէ, պարզ է, որ իշխանության հետ նույն ճամբարում չեն այդ բոլորիմ ասած մարդիկ, բայց եթե շատ ավելի համարձակ լինեին, պայքարող
լինեին, շատ ավելի հստակ դնեին իրենց առաջ նպատակներ, չվախենային, կոմպրոմիսների չգնային, մենք ուրիշ վիճակ կունենայինք այսօր երկրում, դրա մասն է խոսքը, հա, այդ չափերի մասին է խոսքը, հա, ընդհանրապես ինչ վերաբերում է ընդդիմության պահվածքին եւ նրան, որ այդպես էլ մենք չենք ունենում այն ակտիվ, այն պայքարող, այն նպատակասլաց, այն աշխատասեր, հետևողական ընդդիմությունը, որը ցանկալի է, ամեն հասարակություն ուզում է ունենալ այդպիսի ընդդիմություն, որտեղ այդ ընդդիմությունը նաեւ ոնց որ ասած շնչում է իշխանության թիկունքին եւ ստիպում է նրան ինչ որ քայլեր անել, ինչ որ քայլեր չանել, վախենալ, որ կկորցնի իշխանությունը եւ այլն եւ այլն։ Չունենք այդպիսին հիմա, թե պատճառը որն է, ես ունեմ իհարկե այդ բացատրությունները, մասնավորապես կարծում եմ, որ շատ ծույլ ընդդիմություն ունենք։ Ընդհանրապես մեր ազգի մեջ այդ աշխատասիրությունը այդքան շատ չի, ինչքան թվում է, թե հա, միշտ լեգենդներ կան, այո, լեգենդներ կան հայի մասին, որ հայ, գիտեք, այսպես, այնպես, բայց ինձ թվում է մենք ինչ որ մի տեղ ծուլություն ունեցող ազգ ենք։ Հետո նայեք ովքեր են ընդդիմադիրները։ Այսօրվա ընդդիմությունը նախկինում ավելի փափուկ կյանքով ապրած, հա, մի մասը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, մի մասը ստիպված չեն եղել այսպիսի պայքարի մեջ լինել, իրենց համար սա նոր վիճակ է, իրենք դիսկոմֆորտի մեջ են, հա, իրենք չեն կարողանում դուրս գալ փողոց, պայքարել իրենց ոնց որ ասած պատվից վեր է դա, հա, իրենք հարկ չեն համարում, չեն կարողանում իրենց այդքան նեղություն տալ, իրենց հանգիստը, իրենց կոմֆորտ կյանքը, իրենց ընտանիքները, բան ամեն ինչը իրենց համար ավելի կարևոր է եւ ամենակարևորը մի հատ sense լեգենդ էլ կա, որ իշխանության են ձգտում, հա, թողների են ձգտում, պաշտոնի են ձգտում, ես ես հավատացնում եմ, չեն ձգտում, եթե լավ ձգտեին, իրենց համար շատ կարևոր լիներ այդ իշխանության գալը, այնքան կարևոր լիներ, ինչքան 18 թվին Նիկոլ Փաշինյանի համար էր կարևոր, իրենք վաղուց հասած կլինեին դրանք։ Չեն ձգտում, որովհետև պատասխանատվություն։ Եվ պատասխանատվության խնդիր կա եւ այդպես պատրաստ չեն, ասենք, չգիտեմ, մի մասը պատրաստ չի բանդ գնալու, մի մասը պատրաստ չի ունեցվածքը կորցնելու, հալածանքների ենթարկվելու եւ այլն։ Թեպետ ես նաեւ դեմ եմ, չեմ ուզում որ այդպես դնենք սևացնենք ամեն ինչ, ասենք որ վատն է մեր ընդդիմությունը, չէ, օրինակ ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, որոնք հայրենիքի ցավով տառապում են, նաեւ պատրաստ են, այո, բանտարկվում են, պատրաստ են նաեւ երկար անձնազոհ պայքարի մեջ գնալ, բան անել, բայց սխալներ շատ են թույլ տալիս, հա, կազմակերպված չեն, միասնական չեն ամենակարևորը։ Հիմա էլ էս վերջի շրջանում այդ գզվռտոցները, այդ ներընդդիմադիր շրջանակների անդադի չոր ռազմբիրատները, ով բերեց Նիկոլին, ով ինչ արեց, ով ոնց արեց, ով սպասում է 26 թվի ընտրություններին, ով իմպիչմենտ է ուզում եւ այդ տարանջատումները շատ վնասում են այդ պայքարին։ Իրենք չեն կարողանում, իրենք այնքան կուռ միասնական կազմակերպված պայքար չեն տանում, ինչքան իշխանությունը պայքարում է պահելու համար իր ունեցած է։ Ես լսել եմ կարծիք այդ ընդդիմադիր շրջանակներից, որ պետք չէ վախենալ այս տարանջատումից, ներքին բախումներից, սրանք իրականում ֆիլտրացիայի գործառույթ են կատարում եւ իբրև թե բյուրեղացնելու է, ասում են, այո։ Տիկին Օհանյան, երբ դուք անդրադարձաք այս հարցին, որ շատերը ուղղակի իրենց հարմարավետության գոտուց չեն ուզում դուրս գալ եւ այլն, տեսեք, եւ իրենց դեմքով է այդ պայքարը տանել, իջնել գետնի վրա, դրա համար կարելի է ուղղակի համակարգ ստեղծել, որտեղ հեչ պարտադիր չէ, որ դու քո դեմքով եւ քո ոտքերով կկպնես այդ գետնին։ Այլ հարց է, որ դա էլ է շատ կարեւոր, բայց եթե դա չեք անում, կարող եք ուղղակի համակարգ ստեղծել, ինչը հեշտ գործ չէ, բայց ամենակարևորն է այս իշխանության դեմ պայքարում արդյունավետություն գրանցելու համար։ Նորից պիտի վերադառնամ աշխատասիրության պակասին, աշխատելու ունակություններին, նվազունակություններին, այո, համակարգված պայքարի համար, որը շատ ավելի օգտակար կլիներ մեր երկրին ու արդյունավետ կլիներ, դրա համար պետք է այդ
կառույցները ստեղծեն, ամենօրյա աշխատանք տանեն, իսկ ինչ են անում մեր ընդդիմադիրները, անցած օր ինձնից նեղացել են, ասում են գրում ես, որ նվազեցրեք ձեր քեֆ ուրախությունները, ձեր դատարկ քննարկումները, ձեր ինտրիգները, դուրս եկեք իրական պայքարի, իրոք այդպես է, մեր ընդդիմության ներկայացուցիչների մի մեծ բանակ կա, որոնք այսպես մի լսանից մյուս լսանը, մի կաբինետից մյուս կաբինետը, մի ռեստորանից մյուս ռեստորանը, հա, ամբողջ օրը սենց Մի իրենք պանելային քննարկումից մյուս պանելային քննարկում։ օր մերցնելով, օր մթնեցնելով, հա, կամ ասենք մի հարցազրույց են տալիս ու մտածում են, որ մեծ հերոսություն արեցին այդ հարցազրույցը, որ տվեցին, դա արդեն բավարար է, դա է պայքարել իրականում, բայց այդպես չի։ Նախ 1000 միջոց կար, 1000 ձևեր կային այդ համակարգային պայքարը ձևավորելու համար։ Եվ առաջին հերթին պետք էր, այո, մարդկանց հետ շփվել, հա, ինչ անում Նիկոլ Փաշինյանը, գոնե կարող էին Նիկոլ Փաշինյանից դասեր քաղել այդ առումով։ Ինքը գնում է գյուղեր, հատ մոտենում է մարդկանց, երեխեքի գլուխն է նշում, պապիկների ձեռն է բռնում, մեկին գրկում է, մեկի հետ նկարվում է, եւ այդ մարդկանց մոտ դրական ինչ որ էմոցիա է մնում, հա, այդ բանը։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե դա ինչքանով հետո քվե կդառնա կամ աջակցություն կդառնա իշխանությանը, բայց ամեն դեպքում դա իր դրական դերը խաղում է, որովհետև այդ հեռավոր գյուղերում ապրող մարդիկ կամ մարզերում ապրող մարդիկ ընդհանրապես տարական ուշադրության, հա, մարդկային հարաբերությունների, հա, որ տես այ էկրանից իր տեսած մարդը եկավ գյուղ, նստեց իր հետ ինչ-որ բան խոսեց, լսեց իրեն եւ նույնիսկ եթե հայհոյում է այդ դեպքում այդ մարդը, ինքը հետո դա իր մեջ եղած այդ նեգատիվը դուրս է գալիս, ինքը նաեւ ասում է, տես չկռվեց հետս, վատ բան չասեց ինձ, եկավ նստեց հետս հավասարի նման բաժակ բարձրացրեց հետս խոսեց եւ այլն, դա շատ դրական դեր է խաղում, բայց մեր ընդդիմությունը ինչ է անում, հիմա նոր սկսել են իդեպ մարզեր գնալ, ես նկատում եմ, որ այդ Կարապետյաններն են անում այդպիսի բաներ եւ մեկ էլ ոնց որ Լևոն Քոչարյանն է սկսել մարզեր գնալ, բայց այդ բանը էլի Արման Թաթոյանն էլ, այո, ու դա իր ազդեցությունը իր դերը անպայման խաղալու է։ Պարզապես դա պետք է անընդհատ արվի, էլի, ոչ թե ընտրությունների շեմին մի քանի ամիս գնան, հետո գնան այդ մարդկանցից քվե խնդրեն, այլ պիտի տևական երկարատև աշխատանք։ Տեսեք, օրինակ հիմա մարդիկ եթե երկար ժամանակ շփվել են ինչ որտեղ, հիմա նույն Կարապետյանները տաշիրում իրենց եւ բիզնեսն ունեն եւ մարդկանց հետ անընդհատ տևական աշխատանքի մեջ են, այնտեղ խնդիր չունեն, չէ, իրենք պարզ է, որ իրենք շատ մեծ ձայներ են տանելու, մեծ բանակ ունեն համակիրների եւ այլն։ Այդ աշխատանքը պիտի ամենօրյա լինի եւ մշտական, որ չի անում մեր ընդդիմությունը ցավոք սրտի։ Տիկին Օհանյան, այստեղ շատ կարեւոր է, եթե ես խորհրդանշական ձևով ասեմ, հա, ոչ միայն գյուղեր գնալը պարբերաբար, այլ գյուղերում լինելը, ներկայություն ունենալը գյուղերում մշտական։ Կառույցներ պետք է ունենան, մարդիկ պետք է ունենան, իհարկե։ Եվ տեսեք, երբ դուք ասում եք Փաշինյանը կարողանում է դա անել, ինքը հասել է նրան, որ այն մարդը, որը վաղուց նախկին կյանքով չի ապրում, գերշքեղ կյանքով է ապրում, գերհարմարավետ կյանքով, հա, բայց միևնույն է մի շրջանակի մոտ մեր բնակչության ամրապնդում է այն տպավորությունը, որ ինքը իրենցից մեկն է։ Իսկ մեր ընդդիմությունը էլիտար դիրքերից է հաճախ բրիոնիները հագնում են, գնում են գյուղացու հետ հանդիպելու, այդ ամեն ինչը կա, իհարկե։ Ինքը հասարակ մարդու նման պերաշկի է ուտում եւ ցույց է տալիս, որ ես ձեզնից մեկն եմ։ Հա, դրանք տեխնոլոգիաներ են, այո, պետք է կարողանանք իրար կրկնել, անել, վերափոխել։ Տիկին Օհանյան, վաղաշաբաթի հետ կապված դուք ասում եք, մենք տեսանք, որ ընդդեմի քվեարկությունը չաշխատեց եւ հետեւաբար շատ կարեւոր են ընդդիմության ցուցակների մարդիկ, դեմքերը եւ ընդհանրապես անձը շատ կարեւոր է։ Վերջին շրջանում բնականաբար ինձնից ավելի լավ տեղյակ եք, համեմատաբար նոր դեմքեր են ակտիվ քաղաքականության հայտ ներկայացնում։ Այ իրենց մեջ դուք տեսնում եք այդ խարիզմատիկ լիդերների, որոնք կարողանան այն անտարբեր մեծամասնության մեջ որոշակի փոփոխություն առաջ բերել քաղաքական process-ների նկատմամբ։
Իհարկե հիմա դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե 26 թվականի, ասենք մայիս-հունիս ամիսներին մենք ինչ իրավիճակ կունենանք եւ ինչ ընտրության հնարավորություն կունենանք եւ ես միշտ ասում եմ, որ ես շատ ուրախ եմ, որ նոր մարդիկ են հայտնվում կամ հները սկսում են ակտիվանալ եւ ասպարեզում ինչ որ գործունեություն են ծավալում, այդ առումով շատ լավ է, կգա պահը կերևա թե մենք ինչ ընտրություն ունենք եւ ես հույս ունեմ նաև, որ այդ մարդիկ վերջին պահին նաև կհասկանան, թե ով ինչքան շանս ունի եւ այդ ձայներ փոշիացնող երևույթներ չենք ունենա, հա, որտեվ ի վերջո եթե գա ընտրության պահը եւ մարդը հավակնում է մասնակցել ընտրություններին, բայց հաշվում է տեսնում է, որ ինքը 1.2% ձայն ունի ընդամենը, չարժի որ ինքը մտնի եւ այդ իր ձայները բաշխի իշխանություններին, հա, այդ առումով պետք է խելացի լինել ու պետք է հիմիկվանից մտածել այդ մասին։ Բայց գիտեք, այո, խարիզմատիկ, հետաքրքիր, գուցե չվարկաբեկված, գուցե ինչ որ տեղ մարդկանց նաև ճանաչելի դեմքերի կարիք կա, որոնք կան ասպարեզ եւ նաև իրենց վրա վերցնեն այդ բեռը, այդ պատասխանատվությունը։ Իհարկե, էլի գալիս է այդ խնդրին, թե ինչքանով է մարդը պատրաստ այդ պատասխանատվությունը կրելու, բայց այնուամենայնիվ պիտի այդ սելեկցիան արվի, հա, միջև մենք եկող տարի ամառը պիտի բարձա որ իշխանությունը խանգարելու է, բարձ է որ անընդհատ քարկոծելու են, վարկաբեկելու են, թիրախավորելու են, հա իրանք միայն դրանում են հմտացել այս տարիներին, հա այս 7 տարվա մեջ կոչված այդ զանգվածը միայն դրա մեջ է մասնագիտացել, թիրախավորի, ոչնչացնի, վարկաբեկի եւ այլն, բայց պետք չի դրան ուշադրություն դարձնել, որտեվ կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ հնուց բավականին վարկաբեկված դեմքերը կարող են շանս ունենալ։ Հիմա մենք Գյումրիում տեսանք, չէ, ով կսպասեր, որ 2025 թվականին Վարդան Ղուկասյանը կարող է այդքան ձայն հավաքել եւ դառնալ Գյումրիի քաղաքապետ։ Մենք տեսանք, չէ, մեր աչքի առաջ տեղի ունեցավ։ Այսինքն մարդիկ ի վերջո ընտրելու են լավին, եթե լավը չկա, չարյաց փոքրագույնին են ընտրելու։ Այս դեպքում Վարդան Ղուկասյանը այդ չարյաց փոքրագույնն է եղել եւ ես ուրախ եմ, լավ է։ Իսկ ինչու ոչ, եթե պիտի փոխենք իշխանություն, եթե պիտի երկիրը մի հատ ռեստարտ արվի, հազարական ինչ որ մի վիճակի գա, որ սկսենք մեր վերքերը բուժել, հա, այս պատճառած վնասներից մի քիչ գլուխ բարձրացնենք եւ այլն, պիտի եւ հները փորձեն, եւ նոր մարդիկ հայտնվեն, եւ պետք է տեսնել, թե ժողովուրդը ում կվստահի այդ բոլոր նրանցից։ Ուղղակի էլ եմ ասում, որ պիտի այն վերջին պահին պիտի անպայման մարդիկ հաշվարկեն իրենց շանսերը եւ շատ մեծ կոալիցիաներ ձևավորեն, որպեսզի կարողանան հաղթել այս իշխանություններին։ Այդ բանաձևը դա է։ Դուք կանխեցիք իմ հարցը։ Ես ուզում եի ասել մի տեսակ հակասական իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ մի կողմից կա պահանջ նոր դեմքերի, հատկապես նոր դեմքերի քաղաքականությամբ, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, մյուս կողմից կա այդ վտանգը, որ իրեն կարող են ձայներ փոշիացնել, եւ մյուս պահանջն էլ այդ մարդկանցն է, որ հանկարծ չմիավորվեք նախկիններին, հանկարծ իրենց հետ համակարգի մաս չկազմեք, մենք ձեզ ձայն չենք տա։ Իսկն այս մարդիկ նաեւ լուրջ խնդրի առջև են կանգնում այն փորձի ժամանակ, որով ուզում են ինչ-որ բան իրենցով փոխել։ Գիտեք, այստեղ մի շատ կարևոր նյուանս էլ կա, հա, այդ կեղծ կլիշեները, կեղծ ներշնչանքները նաև այս իշխանության կողմից են հաճախ ներդրվում։ Պետքա այնքան խելացի լինեն մեր քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, որպեսզի կարողանան տարբերել, թե որն է այն ֆեյքերի պոակով տարածած ու մարդկանց գլխում, սենց ասած, ներդրվող այդ գաղափարը, որ տեսեք նախկիններին մերժում են։ Հիմա ինչ է, ասենք Վարդան Ղուկասյանը նախկին չէր Գյումրիում։ Նախկին էր, չէ՞։ Նախկինի ամենավառ կարկառուն ներկայացուցիչներ, բայց մարդիկ վստահեցին գնացին։ Ու տենց լիքը մարդիկ, պետքա տարբերել ոնց որ ասած որոմը հատիկից, հա, որտեղ է ճիշտ ժողովրդի կարծիքը եւ որտեղ է իրանց ֆեյքերով Facebook-ում գեներացրած կեղծ իրականությունը, հա։ Պետքա դրանք տարանջատել։ Նախ կարծում եմ, որ հիմա արդեն այդքան էլ չի աշխատում այդ նախկինների այդ կերպարը, հա, բոբո
կերպարը, որը իբր թե ժողովուրդը մերժում է եւ այլն, չգիտեմ, ինչ որ հարցումներով ասում են, չգիտեմ, 70%, 80% մերժում են եւ այլն, բայց ես կյանքը ցույց է տալիս, որ այդքան էլ այդպես չի։ Հիմա ասենք նույն վաղար շաբաթում երկրորդ տեղը գրավել է Սևակ Խաչատրյանը, որը էլի նախկինների ներկայացուցիչ է, եղել է տնտեսաժող ինստիտուտի պրոռեկտոր, հայտնի հանրապետական կուսակցություն, հետո, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի թիմ եւ այլն, ուզում ասեմ նախկինների ներկայացուցիչ, ինչով նախկին չի, պետք չի դրան լսել։ Հետո եւ մի բան էլ ասեմ, էլի, որ անդադ ասում ենք նոր դեմքեր, հա, այդ նոր դեմքերը տենց հեշտ չի գոյանում։ Դա այդքան հեշտ տենց կարճ ճանապարհ չի, որ այ տեսեք, չգիտեմ, Պողոս Վրթանեսյանը նոր այսօր հայտնվեց, հայտ ներկայացրեց, վաղը մյուս օրը ժողովուրդը սենց վազելով գնացին ու իրան ընտրեցին, ոչ, այդ քաղաքական պայքարը երկար ժամանակ է պահանջում, աշխատանք, ներդրումներ, այո, սխալներ, վերելքներ, վայրեջքներ, լիքը թիրախավորվել, էս լինի, տարիների ծանր աշխատանք, այդպես չի, որ մի օրում հայտնվեց մարդու ու դարձավ ժողովուրդն էլ հետևից վազեց։ Մենք լիքը այդպիսի գործիչներ ունենք, որոնք հայտ ներկայացրեցին, հիմա չկան, ասպարեզում չեն, որովհետև ոնց որ ասած չգտան ճիշտ ձևը ժողովրդի հետ աշխատելու եւ ժողովուրդն էլ իրանց տենց չընդունեց, բան չարեց։ Հիմա մեր կարճ 6-7 ամսվա մասին ենք, չէ՞, խոսում ընդամենը, որ մինչև 26 թվականի ամառը կարողանան այդ մարդիկ նաեւ իրենց հետևից հասարակություն տանել, ընտրողին գրավել, ընտրողին համոզել, որ ես կարող եմ այս երկրում ինչ որ բան փոխել։ Դրա մասին է խոսքը։ Ներեցեք, եթե իհարկե արտահերթ չլինի։ Այո։ Չէ, դա կարծում եմ չէ, բայց կարևոր դա չի։ Կարևորն է, որ շատ կարճ է ժամանակը։ 6 ամիսը մի հատ աչքներս թարթելու ենք, անցնելու է, հա։ Այդ առումով մարդը պիտի նախ ճանաչելի լինի, բոլորի համար ճանաչելի լինի, այն մարդը, ում գնալու են քվե են տալու, հա, ցուցակի առաջի դեմ վարչապետի թեկնածու կամ այդ քաղաքական ուժի սիմվոլը, այդ ով որ պիտի ներկայացնի հայտը, նա պիտի հասարակության կողմից ճանաչելի լինի, իսկ այդպիսի մարդիկ այդքան շատ չեն մեր երկրում, հա, մեր տեղեր կա, որ նույնիսկ ասենք մոտենումս թվում է, թե Արման Թաթոյանը հայտնի գործիչ է, չէ, մի բա եղել եւ այլն, ամեն գյուղ մտել դուրս է եկել, որ մարդիկ կա չեն ճանաչում Արման Թաթոյանին, ուզում եմ ասեմ, դա այդքան հեշտ բան չի ճանաչելի դառնալը։ Նախ պիտի ճանաչելի լինի, երկրորդը պիտի այնքան զգուշ ու ճիշտ աշխատի, որ չվարկաբեկվի, ինքը իրեն չվարկաբեկի, հա, իր խոսքով, իր պահվածքով, իր վարքով, այս 6 ամսվա ընթացքում պիտի սենց աչալուրջ ամեն րոպե նախ ծանր աշխատանք տանի եւ երկրորդն էլ ամեն ինչ անի, որպեսզի իր խոսքի, իր պահվածքի մեջ չնկատեն, որ ինքը չի սիրում հայրենիքը, չի ուզում ինչ որ բան փոխվի, գալիս է ինչ որ մի ուժի թելադրանքով, ինչ որ մի երկրի ագենտ է ինքը կամ չգիտեմ ինչի, հազար մի բան պետք է հաշվի առնեն։ Ես ինքս քաղաքական գործիչ չեմ, բայց որպես խմբագիր ինքան այս բանի միջով անցել եմ, որ ես տեսնում եմ, էլի ով շանս ունի, ով շանս չունի։ Հիմա օրինակ, տեսեք, կարող է նախկին իշխանությունների, նախկին ներկայացուցիչներից մարդ հայտնվել, որը իր հետևից կարողանա մարդկանց տանել։ Եթե հասարակությունը վստահի, իսկ ինչու ոչ, ասենք, չգիտեմ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան կամ մեկ ուրիշ այդպիսի այդ մակարդակի, ուղղակի պիտի այս ընդդիմությունը այդ իր գզվռտոցը, այդ իրանց տարաձայնությունները դնեն մի կողմ, ինչ որ մարդկանց շուրջ միավորվեն եւ այդ մարդկանց բերեն առաջի պլան։ Այս հիմա մենք ժամանակ չունենք, երկարաժամկետ 3-4 տարի չկա, որ մենք կարողանանք նոր գործիչներ աճեցնել։ Այս եղածի միջից ընտրություն կատարենք։ Եվ ոչ էլ կարող ենք պատվիրել, էլի։ Ասենք, ոչ էլ երկնքից ասենք ուրիշ մոլորակից ընկնելու է ինչ որ մեկը տենց հրաշք։ Տիկին Օհանյան, հաղորդումը սկսեցինք մամուլի լրատվամիջոցների դեմ իշխանության քաղաքականության մասին հարցադրումներով, կուզեմ նաև ամփոփել հաղորդումը այդ հարցով։ Մենք
կարող ենք հստակ արձանագրել, հա, պարզ ճակատով, որ ատելության խոսքի նախաձեռնողն ու տարածողը այս իշխանությունն է, խրախուսողը այս իշխանությունն է, որ բարոյական էթիկական նորմերը հատողը այս իշխանությունն է։ Դա պետք է հստակ արձանագրվի, ճիշտ է։ Այո, պետք է արձանագրվի եւ հազարավոր նման օրինակներ ունենք, թե իրենք ինչքան են իջեցրել հանրային խոսքի կուլտուրան, ինչքան են կարմիր գծեր խախտել, ինչքան են չափն անցել, ինչքան են վիրավորել ու զրպարտել մարդկանց։ Որտեղ հակառակի մեջ իրենք մեղադրում են Այո, մեզ բոլորիս, բայց իրենք իբր թե չեն արել, հա, այսինքն մենակ մեր դատը արդեն բավական է, չէ՞, մարդը ամիսներով հոգևորականների հասցեին վերջին բառերն է գրում, մի հատ անմեղ հումորային, կիսահումորային հոդված է մեզ մոտ գրվում, որտեղ ասում ենք, դե եթե դու հարցադրումներ ես անում սրբազաններին, մի մարդ էլ կարա քեզ հարցնի, չէ՞, որպես քաղաքացի ասի, դու դավաճանում է արդյոք Նիկոլ Փաշինյանը իր կնոջը, ու այդպես մի հատ բան տենց շարադրել էր, իսկ կարող է այս լուրը ճիշտ այն, կամ սենց բաներ են խոսում, բամբասանքներ, ինքն էլ է, չէ, բամբասանքներով առաջնորդվում, ասում է, կուսակրոն եք թե չէ, երեխա ունեք թե չունեք, հա, մանկապիղծ եք թե մանկապիղծ չեք, տենց հազար ու մի բան է գրում, բայց պարզվում է, որ իրեն կարելի է, ինքը պետության ղեկավարն է, իրեն կարելի է, իսկ մի շարքային քաղաքացի Նորայր Մարտիրոսյան ստորագրությամբ չի կարող այդպիսի հարցադրումներ իրեն անել, եւ ինքը մտնում է դատարան, պատիվ է պահանջում, 1 միլիոն դրամ է պահանջում հրապարակից, պատկերացրեք, որ ասում է աշխարհ կանգնիր իջնեմ, իսկական այդ վիճակն է էլի մեզ մոտ։ Դուք նաև ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը նոր մշակույթ բերեց Հայաստան խոսքի համար կալանավորելու եւ դատելու։ Այո։ Հիմա այդ արատավոր մշակույթը ի վերջո ինչի է հանգեցնելու, որովհետև հնարավոր չէ, նաև ֆիզիկապես հնարավոր չէ բոլորին իրենց խոսքի համար փակել, լռեցնել, դատել, դա զսպանակը հակառակ էֆեկտն է ունենում։ Այո։ Գիտեք, իրավաբանության ամենակարևոր օրենքներից մեկը, ես երկրորդ մասնագիտությամբ իրավաբան եմ, դրա համար եմ ասում, էլի, ամենակարևոր կանոններից մեկը, որ օրենքը պիտի հավասար գործի բոլորի նկատմամբ։ Այսինքն, եթե դու մեկին նման խոսքի համար կալանավորում ես, դատապարտում ես, ուրեմն մյուսներին էլ պիտի անես, չէ՞, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի կեսից ավելի հիմա պիտի բանտերում լինեին եւ կալանավորված լինեին։ Այդ մի բան, որ խտրական վերաբերմունք է, ընտրովի վերաբերմունք է եւ դա այդ վերաբերմունքի հետևում կանգնած է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը եւ նույնիսկ չի էլ թաքցնում դա, որովհետեւ իր էջում ինքը ստատուս է գրում, ստահակ հիմա կգանք քո հետևից եւ անմիջապես անվտանգության ծառայության աշխատողները գնում են Սամվել Կարապետյանի տուն, հա, դրանից ավելի պարզ ուղիղ կապ իր հրահանգի եւ իրավապահների գործողությունների միջև անհնար է ուղղակի պատկերացնել։ Հայկական ժամանակը ներողություն գրում է, կալանքը երկարաձգվելու է, կալանքը երկարաձգվեց։ Այո, 10 ժամ հետո նոր դատավորը այդ վճիռը կայացնում է։ Այո, եւ տենց միլիոնավոր տենց օրինակներ կարող ենք հիմա բերել։ Հա, ամբողջ կառավարության նիստում ասում է, ворթեգրումների հարցում, չգիտեմ, էս են արել, են արել, երեխաներ են ապօրինի ворթեգրել, փող են աշխատել, գործը հարուցում են, 7 տարի չեն կարողանում դատավճիռ կայացնել, որովհետև չկա այդ փաստերը, չկա, կեղծ է, ինքը զրպարտել է մարդկանց հենց կառավարության նիստում եւ իրավապահներն էլ ստիպված են եղել կատարել իր հրահանգները։ Ու տենց հազարավոր օրինակներ կարող ենք բերել, բայց դա չի հարցը։ Հարցը այն է, որ ինքը չի անում դա նրա համար, որպեսզի արդարություն հաստատի կամ պատժի խոսքի համար, ինքը անում է ի ցույց հասարակության, որ տեսեք, եթե Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը հետույք կամ չգիտեմ ինչ բառի համար նստած են, ձեզնից յուրաքանչյուրին կարող եմ այսօր նստացնել, յուրաքանչյուրի տուն կարող է բախել քննչական կոմիտեն, որովհետև քննչական կոմիտեն չունի որևէ իրավական զսպանակ, սահման, կարմիր գիծ, պատրաստ են ամեն ինչ, բոլոր հրահանգները կատարելու։ Ու ամենացավալին է, որ 1-2 տարի առաջ դեռ մեր դատավորներից որոշ հատվածը դատավորների մերժում էին այդ կալանքները, հա, մենք ունեինք նման դեպքեր, որ կալանքի սանկցիաները տանում էր քննիչը, իսկ դատարանը մերժում էր։ Հիմա դա էլ չկա, որտեղ ինքը դատարանն էլ ոչնչացրեց, դատարանն էլ հողին հավասարացրեց, բացառապես մնացին կամակատարներ կամ այն մարդիկ, որոնք գիտեն, որ եթե այս հրահանգը չկատարեցին, այս կալանքը չտվեցին, իրենք չեն աշխատելու դատավոր, վերջ, ուրիշ կանոն այլևս չի աշխատում, այս երկրում աշխատում է մի անձի
կարծիքը, մի անձի կամքը, մի անձի պատկերացումը իրավական արդարադատության, իրավաբանության եւ ամեն ինչի մասին։ Ցավոք սրտի էս վիճակն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։